Mən տապանում հյուրընկալել եմ քաղաքագետ Հայկ Սահակյանին, պարոն Սահակյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Վաղ շաբաթում տեղի ունեցած թիմ ընտրությունների արդյունքները շարունակում են քննարկվել տարբեր վերլուծաբաների, փորձագետների, գործող իշխանության ներկայացուցիչների կողմից, գնահատականները տարբեր են, փորձում են հասկանալ ինչու հաղթեց գործող իշխանությունը, ինչու պարտվեց ընդդիմությունը, ինչու Գյումրի 2 այդ սցենարը իրականություն չդարձավ։ Դուք ընդհանուր առմամբ ինչպես կանվանեք ընտրությունները, տեղի ունեցած ընտրությունները ինչի մասին է։ Սովորական եւ հերթական թիմ ընտրություններ էին, որոնցից մենք շատ հաճախակի տեսնում ենք Հայաստանում, եւ սա էական ազդեցություն չուներ մեր քաղաքական համակարգի վրա եւ մեր քաղաքական տրամաբանության վրա ընդհանրապես ինչ որ տեղի ունենում, ուղղակի իշխանությունների մոտ ոնց որ այդպես հաղթանակ ստացվել, նրանք ուռճացնում են, ինչ որ ջախջախիչ հաղթանակ բանես կոմենկում, ընդդիմությունն էլ քարկոցում է քաղաքացիներին բնականաբար իբր թե նրանք վատ մասնակցություն ունեցան եւ նրանք են մեղավորներ այս բոլոր դժբախտությունների մեջ Այսինքն այն նույն սովորական process-ն է, որ մենք տեսնում ենք, էլի, իշխանությունները մնացին ղեկին, ժողովուրդը ինչպես միշտ դարձավ մեղավոր, մոտավորապես այս տրամաբանությամբ գնաց, իսկ իրականում տեղի ունենում ստոր մանիպուլյացիա մեր քաղաքացիների նկատմամբ, որի մասին ես կուզենամ խոսենք միասին։ Տեսեք ինչու է կայանում աբսուրդ, մեր ընտրությունները համարում են ժողովրդավար դեմոկրատական, էլեկտորալ դեմոկրատիայի ինչ-որ sense կարևորագույն ձեռքբերումներից մեկը եւ այլն, իսկ ինչ է ենթադրում ժողովրդավարությունը եւ ինչ է ենթադրում այդ էլեկտորալ ժողովրդավարությունը հատկապես, դա մեծամասնությունը եւ կառավարում է պետությունը, այսինքն մեծամասնության կողմից ընտրվում են քաղաքական ուղղություններ, այսինքն կուսակցություններ կամ գաղափարներ, շահեր, նպատակներ, նայած ով ինչ բանով է դրոշով հանդես գալիս, եւ երբ որ մեծամասնությունը ձայնատարած ինչ-որ մի հատ ուժի, իրենք սկսում են կառավարել հաշվի առնելով փոքրամասնությունների շահերը, նպատակները, փորձելով չոտնահարել այդ շահերը, մեր մոտ տեղի ունենում բառից բուն իմաստով ուղիղ հակառակ process-ը, երբ փոքրամասնությունը ագրեսիվ փոքրամասնությունը կազմակերպված փոքրամասնությունը կառավարում է մեծամասնությանը առանց հաշվի առնելու մեծամասնության շահերը։ Հիմա խոսենք թվերով, որպեսզի ամեն ինչ ավելի պարզ եւ հասկանալի լինի, ինչա տեղի ունենում, Հիմա տեսեք վաղաշաբաթ համայնքում մոտավորապես 75000 ընտրող ունենք, չէ՞, ընտրելու իրավունք ունեցող մարդիկ, 75-ից 80000 մարդ մոտավորապես։ Մասնակցել են 43-ից 45%-ը, եթե չեմ սխալվում, 45%-ը, այո։ Այսինքն ուղիղ կեսը չի մասնակցել։ 80000-ի 40, այսինքն 40000-ն է մասնակցել։ Այդ 40000 ընտրողներից ձայնը ԿՊ-ին ձայն են տվել, կառավարող ուժին ձայն են տվել 15000 ընտրող։ Այդ 15000 մարդիկ որոշելու են թե ինչ ուղղությամբ պետք է զարգանա վարշապատ համայնքը։ Այսինքն 80000-ից համայնքից 15000 ովքեր կազմակերպվել են ունեն հստակ շահեր, հստակ նպատակներ, հստակ խնդիրներ իրենց առջև դրած, մնացածը ոչ այդքան լավ են կազմակերպվել, ինչ պատճառներով, դա արդեն երկրորդական հարց է, դրա մասին հետո կխոսենք, եթե կարիք լինի, բայց 15000 հոգին կառավարում են 80000-ից համայնքը, եւ սա Նիկոլենք համարում են ժողովրդավարություն։ Ստացվում է, որ փոքրամասնությունը, այսինքն էակ փաստը չէ, որ 80000-ի 15000-ը փոքրամասնությունը ավելի փոքր է, քան թե 80000-ը։ Հիմա 15000-ը կազմակերպվել եկել են բան են արել, նաև մեր ընտրական համակարգը բան անում էլի, այդ հնարավորությունները տալիս է Սերժի այդ ուղղությամբ շատ լավ աշխատել է եւ Նիկոլայի այդ բարի ավանդույթը ճակերտել շարունակում է դեռ մասնակցած կուսակցությունների ովքեր որ անցողիկ շեմը չեն անցնում, այդ բոլորի այդ բենեֆիսները գալիս են շատ ձայն հավաքած կուսակցությանը, հա Եվ ինքը այդ 15000 ձայնով 50+1-ը անցնում է բանանում եւ սկսում է կառավարել։ Ստացվում է մեզ մոտ միշտ ընտրություններով փոքրամասնությունը կառավարում է մեծամասնությանը։ Նույն բանը տեղի ունեցել ազգային ժողովի ընտրությունների ժամանակ 21 թվականին, նույն բանը եղել է 18 թվականին, նույն բանը եղել է մինչև 18 թվականի եւ մինչև օրս, այսինքն Սերժի եւ այս գործող համակարգը այդպեսին է, երբ փոքրամասնությունը կառավարել է մեծամասնությանը։ Հիմա սա լրջագույն խնդիր է, որի մասին ես կարծում որ պետք է անդադ խոսել, փորձել վերլուծել, հասկանալ խնդիրը ինչումն է եւ այդ ի վերջո լուծել այդ խնդիրը, որովհետեւ մենք կարողանանք մեծամասնության շահերը հաշվի առնել եւ փորձենք չնեղացնել փոքրամասնություններին, հա, օրինակ Նիկոլենք ինչպես են պատկերացնում իրենց ներքին եւ արտաքին քաղաքականությունը, հաստատ դժգոհություն կա, իրենց վարկանիշը ցածր է,
իրենք ոչ բոլորին են, բավարարում իրենց ներքին եւ արտաքին վարած քաղաքականությամբ, բայց նրանք անընդհատ մնում են իշխանության եւ դա փորձում են մեզ ներկայացնել, որ դե ժողովուրդը մեզ ընտրել է, բանա ժողովրդի մեծամասնության ձայներն ենք վստահություն ենք մենք վայելում, բայց դա պրիմիտիվ սուտ է, մեծամասնության վստահությունը նրանք չեն վայելում, մեծամասնությունը նրանց վարած քաղաքականությունից դժգոհ է, բայց ներկայիս գործող ընտրական համակարգով այսինքն ընտրություններին մասնակցելու ձևը նրանցից ձերբազատվելու հնարավորություն գրեթե բացառված է։ Բայց այն մասսան կամ այն քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների այն հատվածը, որը չի գնացել եւ որևէ մեկին ձայն չի տվել։ Նա կարող էր, չէ, իր քվեարկության իրավունքին տեր կանգնելով, իր ձայնի իրավունքին տեր կանգնելով բան փոխեր այս արդյունքների առումով։ Միանշանակ ճիշտ է, այո, իհարկե կարող էր։ Դրա համար պետք էր, որպեսզի ընդդիմադիրները, ոչ կառավարող ուժերը, որ կարողանային զանգվածաբար տրամադրել մարդկանց, որ նրանք բոլորը գնան մասնակցեն ընտրություններին, բայց դրա համար, որպեսզի այդպիսի զանգվածային մասնակցություն տեղի չունենա հանկարծ, ինչ են անում ընդդիմադիրները, ինչ են անում իշխանությունները եւ դիտխոսակիր ընդդիմությունը, նրանք քաղաքական process-ը իջեցնում են այդ մակարդակը, այդ խոսույթը իջեցնում են շիշակից ներքև, այսինքն անընդհատ մեզ այս 20-30 տարի ես ինչ հիշում եմ, մեզ ասում են մենք քաղաքականությամբ չենք զբաղվում, դա քաղաքական հարց է, մի քաղաքականացեք, չէ, ազգային ժողովի ամենաբարձր մակարդակից, ամենաբարձր ամբիոնից, ամենակաղաքական ամբիոնից, հելնում մարդիկ խոսում են, падգամավորներ, նախարարներ, բաներ, ամենակաղաքական հարցերի մասին, ասում են սա մի քաղաքականացի կամ սա մենք չենք քաղաքականացում կամ հիմա որոշ ընդդիմադիր երիտասարդ լիդերներ հելնում խոսում են ինչ-որ բաների մասին, քաղաքական process են տանում եւ ասում են մենք քաղաքականությամբ չենք զբաղվում կամ չենք ուզում այս հարցը քաղաքականացնել։ Այսինքն մարդկանց մոտ քաղաքականությամբ զբաղվելը իսկ դա քաղաքացու ամենակարևոր պարտականություններից մեկն է, որովհետև քաղաքականության միջոցով է որոշվելու քո ներկան, քո ապագան, քո երեխաների ապագան, քաղաքական համակարգն է որոշում թե ինչպիսի քաղաքականություն եք վայելում ներսում եւ դրսում, չէ՞։ Այսինքն մեր կյանքը, մեր ապագան որոշող այդ համակարգը չենք բանանում, չեն մոտիվացնում մարդկանց, ընդհակառակը դա դարձնում են զզվելի, նողկալի, հա, ինչ որ դոգերի բաների բերելով այդ բան համակարգ մտցնելով մարդիկ նողկում են եւ չեն փորձում, ուզում են չմասնակցել, եւ դա նորմալ է։ Երբ որ մարդը չի ուզում գնա այդ կեղտին կպնի, հասկանում եք, այդ տենց կեղտոտել են, հետո էլ ասում են դե չեկաք, Նիկոլն էլ ընտրվեց, դե էսա, դուք դրան արժանի եք, չէ՞, մարդիկ դրան արժանի չեն։ Պետք է հասկանալ, որ դա նույնպես մանիպուլյացիա է։ Եվ այսպես կոչված առողջ մտածողություն, դատողություն, առողջ ուժեր, հա, ովքեր ուզում են այս փակուղուց դուրս գալ, պետք է լուծումներ գտնել։ Հիմա այդ փակուղուց դուրս գալ կլինի, կհաջողվի մինչև 2026 թվականը գտնել լուծումներ եւ փորձել դուրս գալ, որտեղ Նիկոլ Փաշինյանն ասում է սա 2026-ի ընտրությունների նախերգանքն է, ժողովուրդը ինչպես վաղաշապատում հաղթեց, այդպես էլ 2026-ին կհաղթի, իսկ հաղթեցին, որովհետեւ ընդդիմությունը խոսում էր ապոկալիպսիսի մասին, իսկ իշխանությունը կյանքի եւ մարդիկ ընտրեցին ուղղակի խաղաղ, լավ ապրելով հնարավորությունը, շանսը, կյանքը։ Ինչպես միշտ Նիկոլը իր խոսույթում կիսաճշմարտություններ է ասում եւ դրանցով մանիպուլացնում է մեզ։ Այո, ճիշտ է ասում այն, որ ընտրությունները եթե այս նույն ձևով, այս նույն տրամաբանությամբ ընթանան, էական չի դիմեն, թե համապետական ընտրությունները նույն ձևի անցնելու է, էլի փոքրամասնությունը Նիկոլենք էլի ստանալ են շատ քիչ ձայն, վերջին սոցիոլոգիական հետազոտությունների իմիջիալից ես դրանք Ինչքան գիտեմ դրանք արդեն հրապարակայնացվել են, հրապարակային են դարձել։ Մենք բոլորս տեսել ենք, որ իրենք փոքրամասնություն են, իրենց վարած քաղաքականությունը մարդկանց սրտով չէ, Արցախի կորուստը իրենց սրտով չէ, անվտանգային այս խնդիրները իրենց սրտով չեն, այս Ալիևին ենթարկվելը իրենց սրտով չէ, իրական մեր դաշնակիցներին կորցնելը մեր քաղաքացու սրտով չէ, եւ այլն, այս հազարավոր բաներ կարող ենք ասթվարկել, եւ բայց կա ինչ-որ մի որոշակի շրջան, հա, օրինակ նախարարներ, падգամավորներ Նիկոլական չէ, կամ ընդհանուր այդ պետական ապարատը, բան, չէ, այդ մարդիկ չեն ուզում իրենց գործը կորցնել եւ իրենք կարողանում են այդ հավաքել իրենց ռեսուրսը, կենտրոնացնել այդ մի օրը, այդ մի ժամում, այդ մի քանի ժամերում, բերել բոլորին ընտրատեղամաս եւ ստանալ իրենց մաքսիմալ քվեները եւ դա դառնում է, ոնց որ արդեն այս Էջմիածնի օրինակով մենք տեսանք, դառնում է համապետական ընտրություններ, այսինքն էլի փոքրամասնությունը կառավարելու մեծամասնությունը։ Այնպես որ Նիկոլը ճիշտ ասում որ սա 26 թվականի ընտրությունների նախերգանքներ, այսինքն նույն սցենարով անցնելու, բայց դա չի նշանակում որ իրանք վայելելու են մեծամասնության վստահության քվեն են ստանալու, այլ նշանակում է իրենց այդ ագրեսիվ փոքրամասնությունը կարելի է քվեն ստանա եւ կառավարի։ Հա, բայց Նիկոլ Փաշինյանը նաեւ հակառակն է առաջարկում ժողովրդին, ասում է, եթե
ձեր ասած բառերով համաձայն չեք խաղաղության հետ, համաձայն չեք մեր առաջարկների հետ կամ դժգոհ եք մեր քաղաքականությունից, հեղափոխություն արեք, ինչու հեղափոխություն չեք Ամեն մի բանի համար հեղափոխություն անել, դա գիտեք ինչքան, ախր Առնվազն կարող են փողոց դուրս գալ եւ իրենց բողոքից ձայնը Մենք 10 տարի փողոց էինք դուրս գալիս եւ հեղափոխություն չէր լինում եւ այդ 10 տարվա այդ ամեն մի ծառ կտրելու ամեն մի բանի համար դուրս էին գալի փողոց, ծեծու ջարդ էին կուտում, անդադ մեզ ոստիկանների բան էին անում, ծեծում էին, այդքան առողջություն չի մնացել էլի, որ ամեն մի ինչ-որ բանի համար, մի հատ փոքր հարցի համար, ասենք կադաստրի հարց լուծելու համար ելենք հեղափոխություն անենք, հասկանում եք, դա աբսուրդ է էլի։ Հետո 18 թվականին երբ որ հեղափոխություն արեցինք, ինքը նողկալի կերպով բոլոր հեղափոխական օրակարգերը ամեն ինչ կեղծեց, խաբեց ժողովրդին եւ որևէ բան չփոխեց, համակարգը նույնությամբ մնաց, փոխվեցին ընդհանրապես քաղաքացի պաշտոնյաները, դերակատարները, հա Սերժի փոխան տեսնում եք, չէ, ակնհայտ է Նիկոլն է, հա փոփոխությունն է, բայց վարած քաղաքականության մեջ փոփոխություն չկա, չէ։ Նիկոլն էլ էր, Սերժն էլ էր, չէ, նույն պարտվողական, հանձնողական քաղաքականություններ տանում, բայց հելնում էր ներքին բանում լրիվ այլ հերետորաբանությամբ էր հանդես գալի։ Հիմա Նիկոլն էլ նշանակում է երկար չի ձգի Նիկոլ Փաշինյանը, պարոն Սահակյան, կգա մի պահ, երբ հանրությունը իսկապես էլի բայց դրա համար ժամանակ է պետք բոլոր մասնագետները այդ մասին բարձրաձայնում եւ խոսում են հեղափոխություններ անել անընդհատ մի քանի տարի մեկ անհնար է հանրությունը պիտի հանգստանա այդ էներգիան պարփվի մի հատ հանգստանա նոր ուժ հավաքի նոր դժգոհության ալիք որպեսզի կա ասենց ուռի եւ պայթեթի եւ դա չգիտեմ 26 թվականի դժվար լինի բայց դրա հետ ընտրական process-ներում միգուցե ստացվի չգիտեմ Փաշինյանի մյուս հայտարարությանն էլ անդրադառնանք, ասում է այս ընտրությամբ քաղաքացիները նոր լիցք հաղորդեցին Մայրաթոռը Կտրիչ Ներսիսյանից ազատելու այդ գործընթացին։ Դե սուտ է խոսում։ Էլի չափազանցություն է։ Բնականաբար դա ստոր սուտ է, որտեղ իրենք քվի են ստացել վաղաշաբաթ համայնքը կառավարելու համար, ոչ թե եկեղեցին բանը կամ կաթողիկոսին հանելու համար նախընտրական այդ բանը նայեք ելույթների բաները նայեք այդ մարդիկ չեն եկի ասել են կաթողիկոսի հարց լուծեն չէ պետք է ճանապարհներ լուծեն շենքերի տանիքներ բան քաղաքը կառավարելու հարց պետք է լուծեն հիմա այդ քաղաքը կառավարել այո համայնքային խնդիրների մասին իրենք կոմունալ հարցերի մասին պետք է մտածեն հազար մի բաներ կա չէ այնտեղ խնդիրներ կան Դրա փոխարեն ասում տեսեք դուք այդ քվեն տվեցիք մեզ որ մենք կաթողիկոսին անենք բնական նողկալի սուտ է էլի ասենք պրիմիտիվ մանիպուլյացիա է Սուտ որը չի աշխատելու եւ Փաշինյանին չի հաջողվելու այդ գործընթացը Փաշինյանին հաջողվելու է այդ գործընթացը հասցնել իր տրամաբանական ավարտին որովհետեւ պետությունը ունի այն ուժը որ պետության շրջանակներում իր ներսում ցանկացած որոշում ճնշումով ուժի գործադրմամբ այդ որոշումը կյանքի կոչի եկեղեցին չունի բանակ չունի ոստիկանություն, չունի հատուկ ծառայություններ, չունի զորք, որ երբ որ իշխանությունը գա, Նիկոլը ասենք եթե իր համհարզներով եկավ, բաներով են, ԱԱԾ-ներով եկավ, չգիտեմ ինչերով եկավ, հազարավոր զինված մարդը ինչ անելու կաթողիկոսը, ասենք իր գուրզով, սենց են մահակով, հելելա չէ, կամ զանգերը ղողանջի, ինչը, ոչինչ չէ, ռեալ եթե նայում ենք, այդ մարդիկ ռեսուրս չունեն։ Հետևաբար Նիկոլը եթե որոշեց, որ կաթողիկոսին պետք է փոխի, նա փոխելի է։ Ոչ մի հոգևոր այր ոչ մի պետության մեջ չի կարող ընդդիմանալ տվյալ պետությանը, որովհետև չունի նման ռեսուրսներ։ Դա շատ ծիծաղելի անգամ էլի այդ քննարկել ասենք հասկանում եք, դա նորմալ չի։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուլբախ գտնվում է գերազանց վիճակում կինը 15000 ԱՄՆ դոլար հեռախոսահամար 094 115 310 Երևան շիփինգ սենսացիա ստեղ հա Այո ճիշտ եք եկել Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 ցենտա օթանավով Այո Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ Այո։ Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա? 2%։
Ասա ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորդ Հոլիվուդ Գլենդել։ Ջակփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջակփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252 Ջակփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Պարոն Սահակյան, նախորդ շաբաթ մեծ աղմուկ բարձրացրեց այդ ցորենի բեռների տեղափոխությունը Ադրբեջանի տարածքով, սրան ավելացավ նաև Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության այդ հաղորդագրությունը, որտեղ նրանք նշում էին, որ Հայաստանը քաղաքական նպատակներից ելնելով փորձում է պոկվել Ռուսաստանից եւ ռուսական ցորենի մի մասը փորձում է փոխարինել ուկրաինականով, Փաշինյանը սա անհեթեթ անվանեց, Պեսկովն էլ ասաց, որ նման հաղորդագրությունները մերկապարանոց չեն լինում։ Հիմա մենք ինչ հասկանանք այս պատմությունից։ Քանի որ մենք չենք տիրապետում բոլոր մանրամասներին, իսկ այն մարդիկ, ովքեր մեր հետ շփվում են, այդ հրապարակային ինֆորմացիաները հաղորդում են, նրանք հիմնականում կեղծիքներ եւ մանիպուլյացիաներ են գցում դաշտ, Պեսկովը օրինակ առաջին անգամ չէ որ մանիպուլացնում է եւ կեղծիչ որ բաներ ասում։ Նիկոլա առաջին անգամ չէ որ խաբում է մեր հանրությանը, նրա բանը նախարարը են Գևորգ Պապոյանը, առաջին առանց բանից տեղակ լինելու էլ ինչ-որ բաներ խոսում է, այն ուտելու ծորենը ուտելու այդ պատմությունը հիշում եք երևի, որ դա անասնակերեր ինքը նա անգամ չգիտեր որ դա անասնակերեր դա խոսում էին բանի մասին որ մեր նախարարը ով իր գործի բնույթով իր ըստ էության այդ իր մասնաբաժինը չէ իր գործն է որ եթե ծորենա գալիս ինչ պետությունից որտեղից ինչ ժամկետներով չէ ինչ որակի եւ այլն բան գալիս է Հայաստան խիագալի ոնց է գալի ֆինանսական է բերում ասում դա էական չէ դա էական նշանակություն ունեցող անվտանգային նշանակություն ունեցող սննդամթերք է, որ մտել է Հայաստան, եթե անգամ ինքը անասնակեր է, բայց անասունները պիտի ուտեն, այդ անասու կերած այդ առողջ անասունը, որ հետո դա մենք ուտենք, չէ՞։ Այսինքն դա էական նշանակություն ունեցող բան է եւ մեր նախարարը, որը ի պաշտոն ինքը դրան պետք է քաջատեղեք լինի, անգամ չգիտեր, որ անասնակեր է գալի։ Եթե իմանար ինքը իր էջով չէր գրի, որ այդ անասնակերից բանա թխված հացը առաջինը ինքը կուտե։ Նորմալ չի էլի դա հասկանում եք այսինքն իրանք ընդհանրապես այդ բանն են անում այդ PR մասն են այդ արտաքին աստառն են բանանում ցույց տալով մեզ իբր թե տեսեք մենք նախարարներ ենք մենք գործ ենք անում հարցեր ենք լուծում հետո ասվեց որ դա ընդհանրապես մասնավոր իր համար բերում է եւի օղի քաշելու կամ չգիտեմ ինչի համար դա Հայաստանի իշխանությունների արձագանք ասացիք իսկ ռուսական կողմի այդ հաղորդագրությունը ինչ է ինչի մասին է Լավ, հասկացանք, Պեսկովին էլ վստահել չի կարելի, ակնհայտ է, որ հայ-ռուսական հարաբերությունները լավագույն ժամանակներ չեն ապրում, եւ ես չգիտեմ Պեսկովի ինչ նպատակներ եւ ինչ շահերով բանը կամ ինչ խնդիր է դիրել իր արչեւ նման բան հայտարարելու համար, բայց հստակա մի բան, որ ինքը ինչ-որ բաներ գիտի, որը ես եւ դուք չգիտենք եւ մեր հանրությունը չգիտի, եւ ակնհայտ է, որ Նիկոլն էլ գիտի ինչ-որ մի բաներ, արդյունքում մենք տեսնենք, երբ որ կանեն Վերջում կտեսնենք ինչ է ստացվում, արդյունքում ռուսական ծորենա շարունակելու գալ Հայաստան, ուկրաինականն է գալու Հայաստան, թե ղազախական Ադրբեջանով գալու Հայաստան, չգիտենք։ Կգա, կտեսնենք եւ ըստ այդմ վերություններ կանենք եւ կհասկանանք, ով էր ստում,
ով է ճիշտ եւ ինչ process-ն է Իսկ տեղի այդ ունեցել։ պնդումը, որ Հայաստանը փորձում է փոխվել Ռուսաստանից, Նախ Հայաստանը չի փորձում փոխվել Ռուսաստանից, Ռուսաստանը ինքն է այս տարածաշրջանից դուրս եկել եւ դա համաձայնեցված է այդ Տրամփ-Պուտին հանդիպման ժամանակ երբ որ եղավ Ալյասկայում, այնտեղ ըստ էության քննարկվել են նման մեծ գլոբալ մասշտաբի հարցեր եւ եղել են համաձայնություններ։ Երբ որ ստորագրվում էր բանը Տրամփի օֆիսում Հայաստան-Ադրբեջան այդ բանը, այդ նախաստորագրությունը տեղ ունենում, այնտեղ բոլոր փորձագետները բաներով խոսում են, ասում են սա համաձայնեցված է Ռուսաստանի հետ, անգամ եթե նրանք չխոսեն Ռուսաստանի վարքից, եթե նայենք, ակնհայտ է երևում է, չէ՞ որ իրենք դեմ չեն, եթե դեմ լինեին, գործողությունների կդիմեն, որովհետև օրինակ Ուկրաինայի պարագայում իրենք դեմ են եւ մենք տեսնում ենք թե ինչ են անում, չէ՞, զենքով զրահով մտել են Ուկրաինա, կոտորում են մարդկանց։ Դա ռուսական քաղաքականության ձեռագիրն է։ Եթե Հայաստանում դեմ լինեին, այն 102-րդ բազան նույնիսկ կմտեր Երևան կսկսեր ավիրել։ Այդտեղ կհասկանային, որ ռուսները դեմ են, չեն ուզում, բայց չեն անում, նշանակում է իրենք կողմ են, ոչ թե դեմ են։ Բա ինչու է ներսին դիմությունը աղաղակում, թե իբր ոչ թե ԱՄՆ-ն է գալիս, այլ Թուրքիան։ Որովհետև մեր գործող իշխանությունները, իդեմս Նիկոլ Փաշինյան եւ ՔՊ-ի, իրենք նախընտրել են այս տարածաշրջանի այդ բացը, այդ վակումը Ռուսաստանի գնալով լրացնեն Թուրքիայով։ ԱՄՆ-ով, պարոն Սահակյան, ինչու Թուրքիայով։ ԱՄՆ-ն ինքնուրույն է գալիս, ԱՄՆ-ն մեր իշխանությունները չեն բերում, դա մեր իշխանությունների գործած դիվանագիտական կամ քաղաքական ձեռքբերումը չէ, որ ԱՄՆ-ն գալիս է այստեղ։ ԱՄՆ-ն ինքը որոշել է, որ այս տարածաշրջանում ինքը պետք է ներկայացված լինի իր հետագա ինչ պլանների համար։ Չինաստանի հետ լուրջ հակամարտության մեջ են, չէ՞, այդ պետությունները այլ մասշտաբի հարց են ուզում լուծել։ Եվ այդտեղ Նախիջևանը, Մեղրին, Թուրքիան, Ռուսաստանը ման իրենց համար փոքր sense են շախմատային բանը, puzzle-ներ են կամ ասում շախմատային խաղաքարային կամ puzzle-ի վրա այդ հերթական խաղատախտակները, որ պիտի հավաքեն եւ ստանան այդ արդյունքը, որ իրենք պատրաստում են Չինաստանին պատերազմ են Չինաստանի դեմ, չէ՞, որևէ կերպ։ Եվ իրենց դիրքերն են ուժեղացնում։ Հիմա այդտեղ Նիկոլին ինչ արել։ Հիմա այդտեղ Թուրքիան ինչ կապ ունի։ ԱՄՆ-ն գալիս է, ինքնուրույն է գալիս, թող լինի առանց Նիկոլ Փաշինյանի ցանկության կամ հրավերի։ ԱՄՆ-ն գալիս է, բա Թուրքիան այդտեղ ինչ կապ ունի, պարոն Ասում Սահակյան։ եմ, մեր իշխանությունները վարում են այնպիսի քաղաքականություն, որ Ռուսաստանի գնալը, այդ բացը փորձում են լրացնել Թուրքիայով։ Ես էլ ասում եմ ԱՄՆ-ն Իսկ եթե ԱՄՆ-ի գալիս գալը, է, էլ իսկ ինչ ԱՄՆ-ի կարիք կա, գալը- որպեսզի Թուրքիայով լրացվի այդ բացը, եթե ԱՄՆ-ն գալիս է։ Դե ասում եմ, ԱՄՆ-ի գալը այդ մեր իշխանությունների ընտրությունը չի։ ԱՄՆ-ը ինքնուրույն է, ինքն է որոշել, որ ինքը գա։ Մեր իշխանությունները Ռուսաստանի բացը, այդ վակումը փորձել են լրացնել Թուրքիայի այստեղ գալով։ Դա երևաց քաղաքապետարանի ընտրությունների ժամանակ, երբ որ Երևանի քաղաքապետարանի ընտրությունների ժամանակ, երբ որ բանը զանգ եղավ Էրդողանի կողմից եւ Նիկոլի եւ Էրդողանի հետ ոնց որ Էրդողանը երաշխավորեց, որ Ալիևը չի արձակվի, Արցախում բանը ճակատ ամեն ինչ նորմալ կլինի եւ իրենք հանգիստ կանցկացնեն բանը Երևանի ընտրությունները, այդ ընտրությունները հաջող Շակիրտել հաջող Նիկոլենց համար հաջող անցկացնելուց հետո եղավ հայաթափումը, որը որտեղ կարծում եմ քննարկելու բան էլ չկա, որ Թուրքիան եւ Ադրբեջանը շագրգռված կողմեր էին, էլի։ Հիմա Ռուսաստանը ինչպես են աշխատելու այստեղ ԱՄՆ-ն եւ Թուրքիան։ Ոնց կորոշեն ԱՄՆ-ն եւ Թուրքիան, հենց այդտենց էլ կաշխատեն։ Մեզ էլ կհրանցնեն այդ դրա արդյունքները կասեն խելոք սուս ձեր համար բանարեք, որովհետեւ դուք ենթակա եք, որովհետեւ դուք եթե ենթարկում եք Ռուսաստան, եթե դուք ենթարկում եք Ալիևին, եթե ենթարկում եք ում ասես, Պարսկաստանին, անգամ Վրաստանին, բան չէ, մենք բոլորին այդպես հարմարվող քաղաքականություն ենք վարում։ Հետևաբար ոնց կորոշեն Ամերիկան եւ Թուրքիան, այդտենց էլ կլինի մեր ճակատագիրը, քանի մենք չենք որոշում, որ մենք ենք սուբյեկտ, մենք ենք որոշող, այս տերուտ իրականը մենք ենք եւ մենք պիտի որոշումներ կարողանանք կայացնել եւ քաղաքականություն վարել։ Երկար կարող ենք վիճել, պարոն Բնականաբար։ Սահակյան։ Հիմա մեկ հարց էլ այդ թեմայի հետ կապված։ Պուտինը ինչու զիջեց Թրամփին այս տարածաշրջանում։ Կա Կամ ավանդույթ, ինչի դիմաց, շատ լավ, շատ կարևոր հարց եք տալիս։ եթե գործարքներ Կա ավանդույթ, արդեն մոտ մի քանի 100 տարի է Ռուսաստանը, երբ որ փորձում է դեպի արևմուտք գնալ, իր նվաճումները բանել, դեպի արևմուտք գնալ իր համար շահագրգռված այնտեղ սլավոնական ժողովուրդներ կամ բաներ կան կամ մի խոսքով իրենց համար քաղաքակրթական տարածք կա, որը իրենց են համարում։ Եվ երբ որ ինքը այդ արշավը սկսում է ռազմական, ինքը սկսում է երկու ուղղությամբ, մեկ դեպի Կովկաս, դեպի հարավ, որպեսզի դուրս գա տակջրեր, դեպի այդ միջերկրական ծով կամ դեպի արաբական ծոց կամ պարսկական ծոց, ոնց ինչքան կստացվի, եւ դեպի արևմուտք, դեպի Եվրոպա գնալ։ Հիմա սովորաբար այստեղ ինքը
հարավային ճակատում ինքը հենվել է Հայաստանի եւ հայ ժողովրդի ավելի ճիշտ է ժամանակ դեռ ցավոք սրտի Հայաստանը չկար եւ վրացիների վրա, այսինքն քրիստոնեական ժողովուրդների բան հայերի շնորհիվ միշտ այս ճակատում հարավում ինքը հաջողություններ ունեցել հայերը եւ ռուսները կարողացել են մեծ հաջողությամբ ասես գնալ գրավել Էրզրում բան ամբողջ արաբական Հայաստանը գրեթե մի քանի անգամ ռուս-թուրքական պատերազմների ժամանակ գրեթե ամեն անգամ մենք ամբողջությամբ ազատագրել ենք վերևում այդ եվրոպական ճակատում ինքը ունենալով մեծ կամ փոքր հաջողություններ հետո բանակցությունների ընթացքում ինքը այս հարավի բոլոր ձեռքբերումները զիջել է հարավ վերևում հյուսիսում իր փոքրիկ կամ մեծ ձեռքբերումները ամրագրելու համար հիմա նույնը ստեղ է եղել որովհետեւ Ուկրաինայում ինքը ունենա մեծ կամ փոքր հաջողություններ այս տարածքը զիջում է որովհետեւ այնտեղ ասենք ինչքան ինչ-որ մը տարածքներ է չէ ինքը ասենք Ղրիմը այնտեղ Դոնբաս Լուգանսկ բան ինչ-որ տարածքներ ունի Ուկրաինայից բան արած գրաված խլած կամ ագրեսիայի արդյունքում օկուպացրած այդպես էլ կարող ենք ասել շատ ճիշտ եք դա ամրագրելու համար ասենք Տրամպի հետ միգուցե նման համաձայնության եկել այս տարածքը հայկական ընդհանրապես հարավը զիջել է դա մի քանի անգամ արդեն արել են որ զարմանալի բան կա շնորհություն կա խնդիրն է որ մեր կյանքի օրոքա մենք առաջնական տեսնում ենք այն ժամանակ գրքերում ենք կարդում ասում ենք ես ոնց են արել մեր աչքի առաջ տեսնում թե ինչպես են արել հիմա վերադառնալով մեր ներքաղաքական խնդիրներին եւ դրանով ամփոփենք պարոն Սահակյան տեսակ որ մինչեւ վաղար շաբաթի ընտրությունները խոսեց Սերժ Սարգսյանը խոսեց Ռոբերտ Քոչարյանը նրանց հայտարարությունների ֆոնին Նիկոլ Փաշինյանը իհարկե չլռեց եւ հայտարարեց որ բանակցային փաստաթղթերը կհրապարակվեն գուցե մինչև տարվա վերջ ձեր կարծիքով կլինեն այնպիսի բացահայտումներ այնպիսի նորություններ որոնք ոչ միայն հանրության համար հետաքրքիր կլինեն կամ շոկային կլինեն այլև կփակեն վերջնականապես նախկին նախագահների բերանը այսպես ասենք կոպիտ է հնչում բայց որ նրանք այլևս չեն կարողանա բայց թույլ տվեք նշել շատ տեղին է հնչում որովհետեւ մենք վաղուց 18 թվականին ժողովուրդը քաղաքացին փակել այդ նախկին նախագահների բերանը մենք մերժել ենք այդ համակարգը Նիկոլով Սերժով բանով ամեն ինչով ցավոք սրտի մենք այն ժամանակ 18 թվականին մեր քաղաքացիները մենք բոլորս չգիտենք այս մասշտաբի չգիտենք հա թե համակարգի ինչպես է ներծծված եւ համակարգի յուրաքանչյուր ներկայացիչ անգամ ծեծված մերժված Նիկոլը այդ նույն համակարգի դրսևորումն է Եվ 18 թվականին մենք մերժել ենք այդ համակարգը Սերժը այդ մերժված համակարգի այտենց բանն է էլի այն փոքրիկ sense ալիքների դրսևորումն է ցունամիից հետո sense փոքրիկ ալիքներ են լինում հիմա իրանք ինչ ունեն խոսելու ինչ որ արել են դրանից պիտի խոսեն չէ Արցախը տեսեք եթե իրենք անկեղծ լինեին մեր հետ Արցախ արդեն կորսվել է գնացել է կարող են չէ բոլոր գաղտնիքները ասել ինչքան բանակցային բաներ կա որտեվ դա թաքցնելու իմաստ չկա բան չկա սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից Քոչարյանից Սերժ Սարգսյանով Նիկոլո բանով ամեն ինչ կարող են բացահայտել բայց չեն բացահայտում գաղտնի են պահում որպեսզի այսպես ինչ որ ելույթներ ունենան Հելենս ինչ որ կիսա ճշմարտություններ ասեն մեր ժողովրդի մոտ sense հետաքրություն առաջացնեն իբր տեսեք մենք ինչ որ բան գիտենք մեզանից դեռ բան ենք ներկայացնում բայց իրենք ոչինչ են քաղաքական զրո են նրանք որ կշիռ ունենային ազգային ժողով ներկայացված են չէ եթե ինչ որ մի բանից դժգոհ են բայց նրանք ազդեցություն են մանդատ ունեն քաղաքացու կոմունիստացած թող ինչ որ մի բան անեն ոչ թե հերեն պարզապես հենց այնպես խոսան Եվ խոսելուց էլ քննադատելուց էլ ըստ էության չեն քննադատում հելում են երկրորդական բաներ են ասում դրանով ուշ տալով Նիկոլին որովհետև Նիկոլը մենակ իրենց հետ կարող է նման կերպ վարվել նման խոսույթով հանդես գալ եւ քաղաքացիների կողքից նայեցի հայ էլի ճիշտ ասում են ի՞նչ է խոսում ախը Սերժնով դարձա որ հելնի ազդվությունից խոսա կամ ինչ որ բարոյական ինչ որ բանից խոսա Նիկոլն էլ իր այդ անբարոյական այդ քաղաքականության որ վարում է այդ ֆոնին դրական է դիտվում Հասկանում եք, չէ՞, մեկը մյուսին, այսինքն մեծ հաշվով բան չի փոխվելու բանակցային փաստաթղթերը, եթե հրապարակվեն։ Եթե հրապարակվեն, փոխվելու է այն, որ մեր քաղաքացին իմանալու է ամբողջ ճշմարտությունը, թե ինչ են գնացել եւ իրենք ինչ են բանակցել, բայց դա Արցախը հետ բերելու հետ կապված, այլևս կարող է որևէ ազդեցություն չունենալ, որովհետև եթե ուզում ենք Արցախը հետ բերել կամ Նախիջևանը հետ բերել կամ ասենք ինչ-որ Հայաստանը զարգացնել, ինչ-որ նման բաների մասին խոսել, դա այդ բանակցային փաստաթղթերի մասին չէ, այդտեղ արդեն մասնագետները պիտի պատմաբաները, որոշակի սոցիոլոգներ, քաղաքագետներ, հոգեբաններ, հազար մի տեսակի մասնագետներ պիտի տան դա այդ մասնագիտական հանրությունն իրանք դա ուսումնասիրեն, ոչ թե հելեն ինչ-որ կիսա ճշմարտություն է ասել, քաղաքացիությունը ներվայնացնեն Այդ արդեն անցած էտապը, բայց դա պետք է շատ լավագույնս պետք է ուսումնասիրվի, որպեսզի հետագայում նույն սխալները չկատարվեն։ Ընդհանրապես դրա համար, դրա արժեքը միայն այդքանն է։ Այսօրվա
իրադարձությունների վրա ինքը 0 ազդեցություն ունի։ Ինքը ունի միայն այնքան ազդեցություն, որ դրանով քանի որ դերևս գաղտնի է, մանիպուլյացիաների տեղ է տալիս եւ մեր քաղաքացիներն այդ մանիպուլյացիաներով իրենք կարող են կերակրել, խաբել եւ քվե քերել կոպիտ ասած։ Շնորհակալ եմ։ Ես շնորհակալ։ Մեզ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի քաղաքագետ Հայկ Սահակյանի հետ, մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել մեզ էկրանին երևացող QR կոդով։